Լռության ու հուսահատության մեջ խեղդված առանձնատանը մի երեխա անդադար գոռում է մոր մահվանից հետո։ Բոլոր խնամակալները ձախողվել են, սակայն առանց պատրաստվածության մի կին հանգստացնում է աղջնակին մեկ հայացքով։ Այն, ինչ նա բացահայտում է, բացում է վտանգավոր ճշմարտություններ, անսպասելի բուժման հնարավորություն։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Այն ծանր լռությունը, որը պետք է տիրեր Երանի կենտրոն թաղամասի այդ շքեղ տանը, անընդհատ խախտվում էր հոգին կտրող ճիչերով։ Մարինե Կարապետյանը ամուր բռնել էր իր աշխատանքային պայուսակի բռնակը, քայլելով սալահատակ մայթով զննելով այն վեհաշուկ առանձնատները, որոնք բարձրանում էին իբր ապակուց բետոնից կառուցված ամրոցներ։ 42 տարեկանում նա լավ գիտեր բարձրակարգ տներում մաքրություն անելու այս առօրյան, բայց երբեք չէր տեսել այնպիսի բան, ինչպիսին իրեն սպասում էր նոյեմբերյան այդ սառը առավոտյան։ Դոմոֆոնը դստզաց, երբ նա սեղմեց կոճակը, մյուս կողմից պատասխանեց հոգնած ու խռպոտ տղամարդու ձայն։ Մարինե, ներս եկեք, խնդրեմ։ Դարպասն ավտոմատ բացվեց, բացահայտելով խնամքով մշակված մի այգի, որտեղ կարմիր վարդերը հակադրվում էին կատարյալ խոտածածկին։ Բայց այդ արտաքին գեղեցկությունը չէր կարողանում քողարկել եռահարկ տնից ճառագող ծանր մթնոլորտը, որի մկեցված ապակիներով պատուհանները կարծես փակ աչքեր լինեին, որոնք խուսափում էին աշխարհը տեսնելուց։ Մարինեն 4 տարի աշխատում էր կատարյալ տուն մաքրման ընկերությունում, սովոր էր այն զգուշավորությանը, որն պահանջում էր իր աշխատանքը։ Նման տները պահանջում էին անտեսանելիություն, լուռ արդյունավետություն, ամենից առաջ, բաց դռների ու հեռախոսազրույցների միջից երբեմն բացահայտվող անձնական դրամաներն անտեսելու կարողություն։ Նա ամեն ինչ տեսել էր՝ քայքայվող ամուսնություններ, խնդրահարույց երեխաներ, ընտանեկան գաղտնիքներ, որոնք բացվում էին հեռուստասերիալների պես։ Բայց ոչինչ նրան չէր նախապատրաստել այն ամենին, ինչ նա պետք է գտներ այդ տանը։ Երբ մուտքի դուռը բացվեց, Մարինեն բախվեց մի տղամարդու, որը կարծես աշխարհի ողջ ծանրությունն իր ուսերին կրեր։ Արամ Մանուկյանը 38 տարեկան էր, բայց առնվազն 10 տարով ավելի մեծ էր երում։ Նրա շագանակագույն աչքերը, որոնք մի ժամանակ հավանաբար կյանքով էին փայլում, այժմ կարծես անփայլ ապակի լինեին։ Մուգ մազերը խառնված էին, չսափրված մորուքը վատ քնած գիշերների պատմություն էր պատմում, իսկ ճմրթված հագուստը հուշում էր, որ նա մեկ գիշեր անցկացրել էր հյուրասենյակի բազմոցին։ Մարինեն նկատեց, որ նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա ողջունեց իրեն։ Շնորհակալ եմ, որ եկաք, ասաց Արամը խռպոտ ձայնով։ Գիտեմ, որ իրավիճակն այստեղ բարդ է։ Գործակալության Աննան բացատրեց։ Նա զուսպ գլխով արեց, հիշելով նախորդ օրը իր ղեկավարի հետ ունեցած կարճ զրույցը։ Ընտանիքը դժվար շրջան է անցնում, փոքր երեխա կա, փորձառու համբերատար մեկի կարիք ունեն, ասել էր նրա ղեկավարը, առանց մանրամասների մեջ մտնելու։ Մարինեն երբեք չէր պատկերացնի, որ դժվար շրջան այդքան անբավարար նկարագրություն էր։ Հենց այդ պահին սկսվեցին ճիչերը։ Տան պատերով արձագանքող ձայնը երեխայի սովորական լաց չէր։ Մարինեն 3 երեխա էր մեծացրել կյանքի ընթացքում խնամել տասնյակ ազգականների երեխաների։ Նա ճանաչում էր լացի բոլոր տեսակները՝ քաղց, քուն, կամակորություն, ցավ, նազանգ։ Բայց սա այլ էր։ Դա բնազդային ճիչ էր, լցված մաքուր սարսափով, կարծես երեխան դիմակայում էր հրեշների, որոնց միայն ինքն էր կարողանում տեսնել։ Ձայնը կարծես պատռում էր օդը, ստեղծելով հուսահատության մի մթնոլորտ, որից ձեռքերի մազերը բիզ-բիզ էին կանգնում։ Արամը փակեց աչքերը, ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով, կարծես փորձում էր ջնջել սեփական գոյությունը։ Նա այս վիճակում է արդեն 6 ամիս, մրմնջաց նա։ Այն օրվանից, երբ նա կանգ առավ նախադասության կեսին, կուլ տալով բառերը, որոնք հրաժարվում էին դուրս գալ։ Այն օրվանից, երբ կնոջս Լուսինեին ստիպված եղանք հիվանդանոց տեղափոխել։ Նա մեքենայի վթարից հետո շատ լուրջ հոգեբանական ճգնաժամ ունեցավ։ Այլս չկարողացավ դիմակայել ճնշմանը, մայրությանը, կյանքին։ Բժիշկներն ասացին, որ նա ինտենսիվ բուժման կարիք ունի մասնագիտացված կլինիկայում։ Մարինեի սիրտը սեղմվեց։ Նա գիտեր, թե ինչ է պայքարել կյանքի դժվարությունների դեմ, ինչ է զգալ, երբ գետինը բացվում է ոտքերիդ տակ։ Իսկ աղջնակը, հարցրեց նա մեղմորեն։ Հելենը։ Նա 1 տարեկան ու 2 ամսական է։ Նա Լուսինեի աչքի լույսն էր։
Երբ Լուսինեին հիվանդանոց տեղափոխեցին, Հելենը պարզապես հուսահատության մեջ ընկավ։ Կարծես նա իմանար, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել, բայց չկարողանար հասկանալ ինչ։ Արամը մոտեցավ հյուրասենյակի պատուհանին, նայելով այգուն, առանց իրապես տեսնելու առավոտյան արի տակ բացվող ծաղիկները։ Ես ամեն ինչ փորձել եմ։ Վարձել եմ Երանի լավագույն դայակներին։ Տարիների փորձով մասնագետների, մանկական խնամքի գծով մասնագիտացած, ոմանք նույնիսկ մանկական հոգեբանության կրթությամբ։ Ճիչերն ավելի բարձրացան, ավելի հուսահատ։ Մարինեն կարող էր լսել իրական տառապանքն այդ երեխայի ձայնում, նրա մայրական բնազդն ավելի բարձր խոսեց, քան ցանկացած մասնագիտական կանոնակարգ։ Քանի դայակ է անցել այստեղով։ 18, պատասխանեց Արամը, ձայնի մեջ դառնությամբ։ 18 որակավորված կին, որոնք նույնիսկ մեկ շաբաթ չդիմացան։ Վերջինը, Անահիտը, փորձառու մի տիկին էր, 15 տարվա մասնագիտական փորձով։ Նա երեկ այստեղից լաց լինելով գնաց, ասելով, որ երբեք նման բան չի տեսել։ Ասաց, որ Հելենի ճիչերը նորմալ չեն, որ շատ սխալ մի բան է կատարվում։ Մարինեն թուքը կուլ տվեց։ Իսկ բժիշկները։ Ինչ են նրանք ասում։ Հելենին արդեն 5 տարբեր մանկաբույժների մոտ եմ տարել։ Բոլորն ասում են, որ ֆիզիկապես նա լավ է։ Արյան անալիզներ, տոմոգրաֆիաներ, նյարդաբանական թեստեր ենք արել։ Ոչինչ։ Մանկական հոգեբանները խոսում են հուզական տրավմայի մասին, բայց ոչ մի բուժում արդյունք չի տվել։ Արամը շրջվեց, աղերսող աչքերով նայելով Մարինեին։ Ես այլս չգիտեմ ինչ անել։ Չեմ կարողանում աշխատել, չեմ կարողանում քնել, նույնիսկ չեմ կարողանում նայել դստերս, առանց զգալու, որ ձախողվում եմ որպես հայր։ Ճիչերը հանկարծ դադարեցին, ստեղծելով մի լռություն, որն ավելի անհանգստացնող էր, քան նախորդ աղմուկը։ Մարինեն նկատեց, որ Արամը լարվեց, կարծես սպասում էր, որ ցանկացած պահի մղձավանջը նորից կսկսվի։ Նա երբեմն դադարում է լաց լինելուց, բացատրեց նա, բայց դա միշտ ժամանակավոր է։ 10 րոպե, առավելագույնը, հետո նորից սկսվում է։ Կարծես նա հուսահատության անվերջ շրջանի մեջ է մտել։ Մարինեն շուրջը նայեց սենյակում։ Կահավորանքն անթերի էր, ժամանակակից դիզայնի կահույք, պատերին թանկարժեք նկարներ, ձայնային համակարգ, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան նրա տարեկան աշխատավարձը։ Բայց այդ ամբողջ նյութական հարստությունը դատարկ էր թվում, անկենդան, ինչպես թատրոնի բեմը ներկայացման ավարտից հետո։ Հատակին խաղալիքներ էին ցրված, մեծ մասը դեռ իրենց օրիգինալ փաթեթներում, կարծես ինչ-որ մեկը հուսահատորեն փորձել էր գնելով վերադարձնել երջանկությունը։ Կարող եմ տեսնել նրան, հարցրեց Մարինեն, զարմացնելով ինքն իրեն այդ հարցով։ Նրան վարձել էին մաքրության համար, ոչ թե մանկական խնամքի, բայց ինչ-որ բան իր սրտում։ Նրան ձգում էր դեպի այդ տառապյալ երեխան։ Արամը տատանվեց։ Մարինե, դուք չեք հասկանում։ Նա լավ չի արձագանքում անծանոթներին։ Իրականում, նա ոչ մեկին լավ չի արձագանքում։ Նույնիսկ ինձ։ Նրա ձայնի մեջ ցավը շոշափելի էր։ Իմ սեփական դուստրը վախենում է ինձնից։ Ամեն անգամ, երբ ես մտնում եմ նրա սենյակ, ճիչերն էլ ավելի են ուժգնանում։ Կարծես ես լինեմ այն հրեշը, որից նա վախենում է։ Բայց Մարինեն արդեն քայլում էր դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները։ Ինչ-որ անբացատրելի բան էր նրան առաջնորդում, մի ինտուիցիա, որը նա չէր կարող անտեսել։ Արամը հետեց նրան, մրմնջալով նախազգուշացումներ այն մասին, թե ինչ կարող է նա գտնել, թե ինչպես Հելենը վատ կարձագանքից մեկ անծանոթի ներկայությանը։ Աղջկա սենյակը միջանցքի վերջում էր։ Դուռը կիսաբաց էր, Մարինեն կարող էր լսել ներսից եկող դժվարաշունչ շնչառությունը։ Երբ նա զգուշորեն հրեց դուռը, նրա սիրտը քիչ մնաց կանգ առներ։ Սենյակի անկյունում վիրավոր կենդանու պես կծկված մի փոքրիկ աղջիկ էր, գանգուր շագանակագույն մազերով։ Նրա մեծ, մուգ աչքերը կարմրել էին լաց լինելուց, նա կրծքին էր սեղմել կապույտ կտորի մի կտոր, որը կարծես թաշկինակ կամ շարֆ լիներ։ Հելենը հայացքը բարձրացրեց, երբ Մարինեն սենյակ մտավ, մի քանի վայրկյան աշխարհը կարծես կանգ առավ։ Աղջիկը դադարեց հեկեկալուց, նրա փոքրիկ աչքերը հառվեցին Մարինեի դեմքին, ինչ-որ անբացատրելի բան տեղի ունեցավ։ Ճիչերի փոխարեն, որոնք Արամը կանխատեսել էր, Հելենը պարզապես լուռ մնաց, զգուշավոր հետաքրքրությամբ ուսումնասիրելով այդ նոր ներկայությունը։ Մարինեն դանդաղ իջավ, հասնելով երեխայի հասակին։ Բար, Հելեն, ասաց նա քաղցր ու հանգիստ ձայնով։ Իմ անունը Մարինե է։ Ինչ գեղեցիկ թաշկինակ ունես։
Աղջիկն էլ ավելի ամուր սեղմեց կապույտ կտորը կրծքին, բայց չճչաց։ Չփախավ։ Պարզապես դիտում էր։ Արամը կանգնած էր դռան մոտ, բերանը բաց։ Չեմ հավատում, մրմնջաց նա։ Նա չճչաց։ 6 ամսվա մեջ նա ոչ մի անծանոթի ներկայությամբ լուր չի մնացել։ Մարինեն զգուշորեն մեկնեց ձեռքը դեպի Հելենը, առանց դիպչելու, պարզապես առաջարկելով. «Կարող եմ այստեղ քո մոտ նստել», հարցրեց նա։ Աղջիկը չպատասխանեց, բայց նա չհեռացավ։ Դանդաղ Մարինեն նստեց հատակին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Հենց այդ ժամանակ նա նկատեց այլ անհանգստացնող մանրամասներ։ Հելենը տեսանելիորեն իր տարիքի համար քաշի պակաս ուներ։ Նրա մաշկը գունատ էր, գրեթե թափանցիկ, աչքերի տակ խորը ստվերներ կային։ Ավելի տագնապալի էր նրա պահվածքը։ Նույնիսկ լռության մեջ նա մարմինը օրորում էր առաջ ու հետ, մի կրկնվող շարժում, որը խորը սթրեսի մասին էր հուշում։ «Արամ», ասաց Մարինեն կամացուկ, հայացքը չկտրելով Հելենից, որքան ժամանակ է, որ նա նորմալ չի սնվում։ Նա շատ քիչ է ուտում։ Գրեթե ոչինչ, իրականում։ Բժիշկներն ասացին, որ դա սովորական է ծանր հուզական տրավմայի դեպքերում։ Նա վերջին ամիսներին շատ քաշ է կորցրել։ Արամը զգուշորեն մտավ սենյակ, բավականաչափ հեռու մնալով, որպեսզի չվախեցնի դստերը։ Ամեն ինչ փորձել եմ։ Տարբեր կերակուրներ, տարբեր ժամեր, տարբեր մարդիկ, որ կերակրեն նրան։ Ոչինչ չի օգնում։ Մարինեն նկատեց, որ ամեն անգամ, երբ Արամը խոսում կամ շարժվում էր, Հելենը տեսանելիորեն լարվում էր։ Նրա փոքրիկ մարմինն էլ ավելի էր կծկվում, նա կապույտ թաշկինակը սեղմում էր դեմքին, կարծես փորձում էր թաքնվել դրա հետում։ Ակնհայտ էր, որ հենց հոր ներկայությունն էր նրան զգոն վիճակի մեջ դնում։ Այդ թաշկինակը, ասաց Մարինեն մեղմորեն, այն քեզ համար առանձնահատուկ է, այնպես չէ, Հելեն։ Աղջիկը առաջին անգամ ուղիղ նայեց Մարինեի աչքերին։ Մի պահ նրա շուրթերը շարժվեցին, կարծես ուզում էր խոսել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Լուսինեինն է, բացատրեց Արամը խեղդված ձայնով։ Կնոջս սիրելի թաշկինակն էր։ Հելենը ձեռքից բաց չի թողնում այն, երբ Լուսինեն գնաց։ Դա միակ բանն է, որը կարծես թե հանգստացնում է նրան, գոնե մի փոքր։ Մարինենս մի քանի րոպե դիտում էր Հելենին, նկատելով նրա պահվածքի յուրաքանչյուր մանրուք։ Աղջկա շարժումները զգուշավոր էին, կարծես սպասում էր, որ ցանկացած պահի վատ բան տեղի կունենա։ Նրա աչքերը փոքրիկ հայացքներ էին գցում դեպի դուռը, միշտ ստուգելով փախուստի ուղիները։ Դա մեկի պահվածքն էր, ով սովորել էր, որ աշխարհը վտանգավոր վայր է։ Արամ, կարող եք ինձ մի քանի րոպեով մենակ թողնել նրա հետ, խնդրեց Մարինեն։ Նա տատանվեց։ Վստահ եք։ Եթե նա սկսի ճչալ, ավելի լավ է անմիջապես դուրս գաք։ Աղմուկը կարող է շատ անհանգստացնող լինել։ Վստահեք ինձ, ասաց Մարինեն մի վստահությամբ, որն ինքն էլ չգիտեր, որտեղից էր գալիս։ Երբ Արամը դուրս եկավ, զգուշորեն փակեց դուռը, Մարինեն Հելենը մենակ մնացին։ Լռությունը գրեթե շոշափելի էր, խախտվում էր միայն աղջկա շնչառության դրսում քաղաքի հեռավոր երթեկության ձայնով։ Մարինեն սկսեց կամացուկ խոսել, ոչ այնքան Հելենի հետ, որքան կարծես ինքն իր հետ էր զրուցում։ Գիտես, Հելեն, ես էլ ունեմ հատուկ թաշկինակ։ Այն պատկանել է մայրիկիս։ Երբ ես քո չափ փոքր էի վախենում էի, ես ամուր բռնում էի այդ թաշկինակը զգում, որ նա ինձ հետ է։ Մարինեն իր պայուսակից հանեց մի պարզ, սպիտակ բամբակյա թաշկինակ, ժամանակից գունաթափված։ Այն քոնի պես գեղեցիկ չէ, բայց ինձ էլ է անվտանգության զգացում տալիս։ Հելենը հետաքրքրությամբ դիտում էր Մարինեի թաշկինակը, համեմատելով այն իրենի հետ։ Երբեմն, շարունակեց Մարինեն, երբ մարդիկ, որոնց մենք սիրում ենք, ստիպված են լինում գնալ, նրանք իրենցից կտորներ են թողնում մեզ հետ։ Քո կապույտ թաշկինակը մայրիկիդ բույրն ունի, այնպես չէ։ Եվ դա քեզ հիշեցնում է նրա քնքշանքի մասին։ Մի քանի ակնթարթ Հելենը կարծես մտածում էր այդ բառերի շուրջ։ Հետո մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Նա թաշկինակից բաց թողեց ձեռքերից մեկը, մի փոքրիկ մատիկ մեկնեց դեպի Մարինեի թաշկինակը։ Չհասավ դիպչելու, բայց այդ ժեստը բավական էր, որ Մարինեն իմանար, որ կապ է հաստատվել։ Գիտես, ասաց Մարինեն, զգուշորեն թաքցնելով իր թաշկինակը, ես այսօր այստեղ եմ եկել տունը մաքրելու համար։ Բայց գուցե ես կարող եմ նա այլ բաներ անել։ Գուցե կարող եմ մի փոքր այստեղ քեզ հետ մնալ, եթե դու ուզենաս։
Հելենը բանավոր չպատասխանեց, բայց 6 ամսվա մեջ առաջին անգամ 1 տարեկան երեխան իրեն բավականաչափ ապահով զգաց, որպեսզի աչքերը փակի անծանոթի ներկայությամբ։ Մարինեն մնաց նստած հատակին, դիտելով այդ փոքրիկ վիրավոր հոգուն, որը վերջապես հանգստանում էր, թեկուզ ընդամենը մի քանի րոպեով։ Երբ 20 րոպե անց Արամը վերադարձավ սենյակ, նա գտավ մի տեսարան, որը կես տարի չէր տեսել։ Նրա դուստրը խաղաղ քնած էր, մի կին, որը եկել էր որպես մաքրուհի, բայց որն ակնհայտորեն կոտրված սրտեր բուժելու հատուկ շնորհ ուներ։ Երբ Արամը տեսավ իր դստերը քնած անծանոթի գրկում 6 ամսվա մեջ առաջին անգամ, նա ստիպված եղավ բռնվել դռան շրջանակից, որպեսզի չընկնի։ Արցունքները, որոնք նա երկար ժամանակ փորձում էր զսպել, վերջապես ազատ հոսեցին նրա դեմքով, լուր լցված այնքան խորը թեթացումով, որ նույնիսկ կրծքավանդակում ցավ էր առաջացնում։ Մարինեն նրան նայեց հասկացողությամբ, ազատ ձեռքով նշան անելով, որ լուռ մնա, որպեսզի Հելենին չարթնացնի։ Րոպեները ձգվում էին ժամերի պես։ Արամը դիտում էր, թե ինչպես է իր դուստրը հանգիստ շնչում մի բան, որն այնքան երկար ժամանակ տեղի չէր ունեցել, որ նա մոռացել էր, թե ինչպիսին է խաղաղ տան ձայնը։ Հելենի դեմքը հանգիստ էր, փոքրիկ բռունցքները վերջապես բացված, մոր կապույտ թաշկինակը դեռ ապահով իր թերի մեջ, բայց առանց սովորական հուսահատ լարվածության։ Կարծես, առաջին անգամ Լուսինեի հիվանդանոց տեղափոխվելուց հետո աղջիկը ապահով նավահանգիստ էր գտել։ Մարինեն անշարժ մնում էր, թողնելով, որ Հելենը հանգստանա իր գրկում, բայց նրա դիտողական աչքերը չէին դադարում ուսումնասիրել այն մանրամասները, որոնք նախորդ դայակները գուցե չէին նկատել։ Աղջկա եղունգները կրծոտված էին մինչ միսը, անհանգստացնող ինքնավնասման վարքագիծ այդքան փոքր երեխայի համար։ Նրա դաստակների շուրջ փոքր կարմիր հետքեր կային, կարծես նա նյարդայնանալիս իրեն քերծելու սովորություն ուներ։ Բայց այն, ինչն ամենաշատը գրավեց Մարինեի ուշադրությունը, գրեթե աննկատ, քաղցր ու դեղորայքային մի հոտ էր, որը կարծես բխում էր հենց երեխայից։ Երբ Հելենը վերջապես արթնացավ 40 րոպե անց, ճիչեր չեղան։ Նա բացեց իր մեծ, մուգ աչքերը, ուղիղ նայեց Մարինեին, բոլոր ներկաների զարմանքին, ցույց տվեց մի բան, որը կարելի էր ժպիտ համարել։ Այն ամաչկոտ էր, տատանվող, կարծես նա մոռացել էր, թե ինչպես ժպտալ, փորձում էր հիշել, բայց այն այնտեղ էր։ Աստված իմ, մրմնջաց Արամը, զգուշորեն մտնելով սենյակ։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ նրան ժպտալիս չէի տեսել։ Բայց հենց որ Հելենը նկատեց հոր ներկայությունը, փոխակերպումն անմիջական կործանարար էր։ Նրա փոքրիկ մարմինը լրիվ պնդացավ, աչքերը սարսափից լայն բացվեցին, նա էլ ավելի սեղմվեց Մարինեին, կարծես փորձում էր միաձուլվել նրա հետ, փախչելու համար ինչ-որ անխուսափելի վտանգից։ Նա չճչաց, բայց տեսանելիորեն խուճապի մեջ էր։ Մարինեի սիրտը սեղմվեց, ականատես լինելով այդ ռեակցիային։ Արամ, ասաց նա մեղմորեն, գուցե ավելի լավ է մի փոքր հեռանաք։ Թողեք նա կամաց-կամաց սովորի ձեր ներկայությանը։ Արամի դեմքի ցավն ակնհայտ էր։ Տեսնել, թե ինչպես է սեփական դուստրը վախենում իրենից, մի տանջանք էր, որին ոչ մի հայր չպետք է դիմանա։ Նա առաջ այսպիսին չէր, ասաց նա, նահանջելով միջանցք։ Հելենը ինձ սիրում էր։ Նա ծիծաղում էր, երբ ես տուն էի գալիս, ձեռքերն էր մեկնում ինձ, քնում էր կրծքիս։ Լուսինեի հետ վթարից հետո, հիվանդանոց տեղափոխվելուց հետո, կարծես ես եմ մեղավոր այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել։ Իսկ դուք ձեզ մեղավոր եք զգում, հարցրեց Մարինեն, դեռ պահելով Հելենին, որը նորից հանգստացել էր, հենց որ Արամը դուրս եկավ նրա տեսադաշտից։ Հաջորդած լռությունն ավելի բացահայտող էր, քան ցանկացած պատասխան։ Արամը հենվեց միջանցքի պատին, ձեռքերն անցկացնելով մազերի միջով հուսահատությունից։ Եթե ես այդ գիշեր չվիճեի Լուսինեի հետ, եթե այդքան խիստ չլինեի նրա հետ մայրության դժվարությունների հարցում, նա երբեք Հելենի հետ տնից դուրս չէր գա։ Վթարը երբեք տեղի չէր ունենա։ Նա հիմա հիվանդանոցում չէր լինի, պայքարելով հետծննդաբերական դեպրեսիայի դեմ, որը վերածվեց շատ ավելի լուրջ բանի։ Մարինեն շարունակում էր շոյել Հելենի գանգուր մազերը, որը նորից փակել էր աչքերը, բայց զգոն էր մնում։ Պատմեք ինձ այդ գիշերվա մասին, խնդրեց նա այնպիսի քնքշությամբ, որը բնորոշ է առանց դատելու լսել իմացող մարդուն։ Դա վթարից 3 օր առաջ էր։ Լուսինեն շատ դժվար շրջան էր անցնում Հելենի ծնվելուց հետո։ Նա չէր կարողանում քնել, նորմալ սնվել, լաց էր լինում առանց պատճառի։ Ես կարծում էի, որ դա պարզապես նորաթուխ մոր հոգնածություն է։ Չհասկացա, որ նա օգնություն էր խնդրում։ Արամը սահեց պատի երկայնքով մինչ նստեց միջանցքի հատակին, գլուխը ձեռքերի մեջ։
Այդ գիշեր նա ինձ ասաց, որ զգում է, թե ձախողվում է որպես մայր, որ չի կարողանում կապ հաստատել Հելենի հետ այնպես, ինչպես սպասում էր։ Ես, նրան աջակցելու փոխարեն, ասացի, որ նա չափազանցնում է, որ բոլոր մայրերն են դրա միջով անցնում։ Հելենը շարժվեց Մարինեի գրկում, մրմնջալով ցածր ձայներ, որոնք կարծես հաղորդակցման փորձեր լինեին։ Մարինեն պատասխանեց հանգստացնող շշուկներով, ստեղծելով լուր երկխոսություն նրանց մեջ։ «Շարունակեք», քաջալերեց Մարինեն։ Լուսինեն այդ գիշեր տնից դուրս եկավ, ասելով, որ օդի կարիք ունի, որ խեղդվում է։ Հելենին իր հետ մեքենայով տարավ, ասելով, որ զբոսանքը կարող է օգնել երկուսին էլ հանգստանալ։ Նրանք վթարի ենթարկվեցին 3 թաղամաս այն կողմ։ Ֆիզիկապես լուրջ բան չկար, ընդամենը մի քանի քերծվածք, բայց դա Լուսինեի հուզական փլուզման պատճառ դարձավ։ Նա խուճապի մեջ ընկավ, սկսեց գոռալ, որ սարսափելի մայր է, որ կարող էր վնասել մեր դստերը, որ Հելենն ավելի լավ կլիներ իրենից հեռու։ Մարինեն փակեց աչքերը, պատկերացնելով այն տրավման, որը այդ իրավիճակը պետք է որ պատճառած լիներ բոլոր ներգրավվածներին։ Իսկ Հելենը ականատես է եղել այդ ամենին։ Ամեն ինչին։ Լուսինեի ճիչերին, շտապօգնության բժիշկներին, շչակներին, խառնաշփոթին։ 10 ամսական երեխա, որը կլանում էր այդ ամբողջ սարսափի հուսահատության էներգիան։ Հաջորդ օրերին Լուսինեի վիճակը շատ վատացավ։ Այլս չէր կարողանում Հելենին գրկել, ասում էր, որ վախենում է նրան վնասել։ Բժիշկներն էին, որ խորհուրդ տվեցին հիվանդանոց տեղափոխել մայրական հոգեկան առողջության մեջ մասնագիտացված կլինիկա։ Հելենը նորից քնել էր, բայց այս անգամ անհանգիստ քնով։ Նրա փոքրիկ վերջույթները երբեմն կծկվում էին, կարծես նա սթրեսային իրավիճակների մասին երազներ էր տեսնում։ Մարինեն նկատեց, որ նույնիսկ քնած ժամանակ աղջիկը ամուր բռնել էր կապույտ թաշկինակը։ «Արամ, կարող եմ մի հարց տալ, որը կարող է տարօրինակ հնչել», ասաց Մարինեն։ «Իհարկե։ Ինչ կուզեք»։ Հելենը որը տեսակի դեղորայք ընդունում է։ Հաջորդած լռությունը չափազանց երկար էր, որպեսզի պատահական լիներ։ Մարինեն կրկնեց հարցը, այս անգամ ուղիղ նայելով Արամին։ «Նրան դեղ տալիս եք»։ «Ինչու եք հարցնում»։ Արամի ձայնը փոխվել էր, դառնալով պաշտպանողական։ «Որովհետև նրա շնչառության մեջ մի հոտ կա, դեղորայքային հոտ։ Եվ նրա պահվածքը, թե տրավմատիկ, ունի բնութագրիչներ, որոնք ինձ սեդացիայի մասին են մտածել տալիս։ Այն, թե ինչպես է նա դանդաղ արձագանքում խթաններին, ինչպես են նրա շարժումները մի փոքր դանդաղ իր տարիքի երեխայի համար»։ Արամը փակեց աչքերը, կարծես նրան սարսափելի ստի մեջ բռնացրել էին։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը լցված էր ամոթով։ Մի բժիշկ խորհուրդ տվեց մանկական քնի մասնագետ, որին իմ աշխատավայրի ընկերությունն էր առաջարկել։ Նա ասաց, որ դա նորմալ է Հելենի նման դեպքերում, որ մի փոքր օգնությունը քնելու համար օգտակար կլինի նրա, ինձ համար։ Ինչ տեսակի դեղորայք, Արամ։ Հանգստացնող մի բան, որ օգնի նրան գիշերը քնել։ Նա ամբողջ գիշերներ ճչում էր, արթնացնում էր ամբողջ թաղամասը։ Ես հուսահատված էի, չէի կարողանում աշխատել, նորմալ մտածել։ Բառերը դուրս էին գալիս շփոթված, կարծես նա փորձում էր արդարացնել մի որոշում, որը գիտեր, որ սխալ էր։ Բժիշկն ասաց, որ դա ժամանակավոր է, միայն մինչ նա հուզականորեն կայունանա։ Մարինեի որովայնում սառնություն զգացվեց։ Այդ բժիշկը Հելենին անձամբ զննել է։ Խոսել է նրա մանկաբույժի հետ։ Հետազոտություններ արել է։ Արամի լռությունը բավարար պատասխան էր։ Արամ, ասաց Մարինեն հաստատակամ, բայց առանց դատապարտելու, կոնկրետ ինչ տեղ եք նրան տալիս։ Ռիվոտրիլ։ Կես հապ, լուծված կաթի մեջ, ամեն գիշեր քնելուց առաջ։ Մարինեն ստիպված եղավ գիտակցաբար ջանք գործադրել, որպեսզի չփոխի ձայնի տոնը չարթնացնի Հելենին։ Ռիվոտրիլը հզոր դեղամիջոց էր, բենզոդիազեպինների դասից, որն օգտագործվում էր մեծահասակների մոտ ծանր տագնապը ցնցումները բուժելու համար։ Այդ դեղամիջոցը 1 տարեկան երեխային տալը, առանց պատշաճ բժշկական հսկողության, չափազանց վտանգավոր էր։ Որքան ժամանակ է, որ նա դա ընդունում է։ 4 ամիս։ Լուսինեի հիվանդանոց տեղափոխվելուց 2 շաբաթ անց։ 4 ամիս։ Մարինեն արագ հաշվարկեց։ 1 տարեկան երեխա, որը կշռում է մոտավորապես 10 կիլոգրամ, 4 ամիս անընդմեջ բենզոդիազեպիններ է ընդունում։ Նյարդաբանական վնասները կարող էին անդառնալի լինել։ Բայց նա պետք է հանգստություն պահպաներ, չէր կարելի Արամին այնքան վախեցնել, որ նա լրիվ փակվեր։ Եվ օգնում է։
Նա ավելի լավ է քնում։ Սկզբում, այո։ Նա դադարում էր ճչալուց քնում էր ամբողջ գիշեր։ Ես վերջապես կարողանում էի մի քանի ժամ հանգստանալ։ Բայց ժամանակի ընթացքում կարծես ազդեցությունը նվազեց։ Նա նորից սկսեց արթնանալ կեսգիշերին, բայց հիմա այլ կերպ էր։ Կարծես քնածի արթունի մեջ մի վիճակում լիներ, լաց էր լինում, բայց լրիվ գիտակից չէր։ Մարինեն նայեց իր գրկում քնած Հելենին, զգաց զայրույթի ու կարեկցանքի խառնուրդ։ Զայրույթ հուսահատ հոր մի բժշկի անպատասխանատվության համար, որը լուրջ դեղորայք էր նշանակել առանց անձամբ զննելու։ Կարեկցանք մի երեխայի հանդեպ, որին անգիտակցաբար վնասում էր նա, ով պետք է պաշտպաներ նրան։ Արամ, դեղի տուփը բերել եք։ Կարող եմ ներդիր թերթիկը տեսնել։ Նա տատանվեց, բայց մի քանի վայրկյան անց վեր կացավ, գնաց մեկ այլ սենյակ։ Վերադարձավ փոքրիկ կապույտ ու սպիտակ տուփով։ Մարինեն ուշադիր կարդաց տեղեկատվությունը, յուրաքանչյուր տող հաստատում էր նրա ամենավատ մտավախությունները։ Հակացուցված է 6 տարեկանից փոքր երեխաներին։ Կարող է առաջացնել ֆիզիկական կախվածություն։ Զրկանքի համախտանիշը կարող է ներառել ցնցումներ, վարքի փոփոխություններ։ Երկարատ օգտագործումը կարող է ազդել նյարդաբանական զարգացման վրա։ Արամ, ասաց նա զգուշորեն, մենք պետք է խոսենք այս մասին։ Բայց նախ, պետք է, որ դուք ինձ վստահեք։ Հելենը լավ կլինի, բայց մենք պետք է մի քանի կարևոր փոփոխություններ անենք։ Փոփոխություններ։ Առաջինը, այս դեղորայքը պետք է դադարեցվի, բայց աստիճանաբար բժշկական հսկողության ներքո։ Երկրորդ, Հելենը մասնագիտացված խնամքի կարիք ունի զրկանքի համախտանիշը հաղթահարելու համար։ Երրորդ, դուք հոգեբանական աջակցության կարիք կունենաք մեղքի զգացումը հաղթահարելու ձեր դստեր հետ նորից կապ հաստատել սովորելու համար։ Արցունքները վերադարձան Արամի աչքերին։ Ես ամեն ինչ փչացրի, այնպես չէ՞։ Ես վնասեցի իմ սեփական դստերը, փորձելով օգնել նրան։ Դուք գործել եք հուսահատությունից, ոչ թե չարությունից։ Դա տարբերություն է ստեղծում։ Բայց հիմա մենք պետք է արագ գործենք իրավիճակը շտկելու համար։ Մարինեն Հելենին ավելի հարմարավետ դրեց իր գրկում։ Եվ ես կօգնեմ ձեզ։ Դուք կմնաք։ Նույնիսկ այս ամենն իմանալուց հետո։ Մարինեն նայեց Հելենին, հետո Արամին։ Երկու կորած հոգի, որոնք ուղղորդման, խնամքի, մեկի կարիք ունեին, ով իրենցից չէր հրաժարվի, երբ ամեն ինչ դժվարանա։ Կմնամ, ասաց նա, բայց մի քանի պայմանով։ Առաջին, այսուհետ լիակատար ազնվություն։ Երկրորդ, դուք անում եք հենց այն, ինչ ես կասեմ, երբ խոսքը վերաբերում է Հելենի առողջությանը։ Երրորդ, մենք այսօր պատշաճ բժշկական օգնություն ենք փնտրում։ Արամը եռանդուն գլխով արեց, ինչպես մի մարդ, որը վերջապես լույս է տեսնում թունելի վերջում։ Եվ Արամ, ավելացրեց Մարինեն, Հելենը ձեզ չի ատում։ Նա վախեցած է, շփոթված դեղորայքից, տրավմատիզացված մոր բացակայությունից։ Բայց ժամանակի, համբերության շատ սիրո շնորհիվ դուք կարող եք վերականգնել ձեր հարաբերությունները։ Այդ պահին Հելենը բացեց աչքերը, ուղիղ նայեց Մարինեին։ Հետո, օրվա մեջ երկրորդ անգամ, ժպտաց։ Եվ այս անգամ Արամը դիտում էր հեռվից, տեսնելով, որ դեռ հույս կա իր քայքայված ընտանիքի համար։ Առանց դեղորայքի առաջին գիշերը հուզական դիմադրողականության մի փորձություն էր, որին ներկա մեծահասակներից ոչ մեկը պատրաստ չէր։ Մարինեն պնդել էր, որ անմիջապես կապվեն Հելենի մանկաբույժի, դոկտոր Էդուարդ Սարգսյանի հետ, որը ընտանիքին սպասարկում էր աղջկա ծննդյան օրվանից։ Երբ Արամը հեռախոսով բացատրեց, թե ինչով է զբաղվել վերջին 4 ամիսներին, բժշկի լռությունն այնքան երկար ու ծանր էր, որ մի պահ Արամը կարծեց, թե կապն ընդհատվել է։ Արամ, վերջապես ասաց դոկտոր Էդուարդը զուսպ, բայց անհանգստությամբ լի ձայնով, ես պետք է անմիջապես սննեմ Հելենին։ Այն, ինչ դուք նկարագրեցիք, կարող էր լուրջ վնաս հասցրած լինել նրա նյարդաբանական զարգացմանը։ Այս տարիքի երեխաների մոտ բենզոդիազեպինները կարող են լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել, այդ թվում ֆիզիկական կախվածություն։ Դոկտոր Էդուարդի գրասենյակը գտնվում էր Արաբգիրի մի մասնավոր կլինիկայում, Արամի տնից 20 րոպեի ճանապարհ։ Մարինեն պնդեց, որ ուղեկցի հորն ու դստերը, նկատելով, որ իր ներկայությունն անբացատրելիորեն հանգստացնում է Հելենին։ Ճանապարհին աղջիկը լուռ մնաց Մարինեի գրկում, բայց նրա փոքրիկ աչքերն ավելի զգոն էին, քան սովորական, կարծես ինչ-որ պարզունակ բնազ զգուշացնում էր նրան, որ կարևոր փոփոխություններ են սպասվում։
Մանկաբույժի գրասենյակը զարդարված էր մեղմ գույներով ու ուսուցողական խաղալիքներով, բայց Հելենը քիչ հետաքրքրություն ցուցաբերեց միջավայրի նկատմամբ։ Նա կառչած մնաց Մարինեից, շուրջ բոլորը դիտելով անվստահությամբ։ Երբ դոկտոր Էդուարդը սենյակ մտավ բարձրահասակ, ջերմակահեր բարի արտահայտությամբ մի մարդ, Հելենն անմիջապես թաքնվեց Մարինեի պարանոցի հետում։ «Բար, Հելեն», ասաց բժիշկը մեղմ ձայնով, պահպանելով հարգալից հեռավորություն։ «Դու շատ ես մեծացել մեր վերջին հանդիպումից ի վեր»։ Նա դիմեց Արամին, երբ է եղել վերջին պլանային այցելությունը։ 3 ամիս առաջ, խոստովանեց Արամը, ակնհայտ ամոթով։ Ես խուսափում էի նրան բերելուց, որովհետև գիտեի, որ դուք հարցեր կտայիք, որոնց չէի ուզում պատասխանել։ Դոկտոր Էդուարդը լրջորեն գլխով արեց։ Ես պետք է ամբողջությամբ զննեմ Հելենին։ Արամ, կարող եք ցույց տալ այն դեղամիջոցը, որը տալիս էիք։ Եվ Մարինե, նա հետաքրքրությամբ նայեց նրան, դուք ընտանիքի անդա՞մ եք։ Ոչ, պատասխանեց Մարինեն։ Ես մաքրուհի էի։ Բայց Հելենը կարծես թե ինձ հետ իրեն ապահով է զգում, այդ պատճառով Արամը խնդրեց, որ մնամ։ Բժիշկը դիտում էր Մարինեի Հելենի փոխազդեցությունը, նկատելով, թե ինչպես է երեխան հանգստանում կնոջ ներկայությամբ։ Հետաքրքիր է։ Հելենը միշտ շատ ընտրողաբար է վերաբերվել անծանոթներին, նույնիսկ խնդիրներից առաջ։ Նա ակնհայտորեն վստահում է ձեզ։ Զննումը զգույշ էր բացահայտող։ Դոկտոր Էդուարդը զննեց Հելենի ռեֆլեքսները, ստուգեց նրա շարժողական համակարգումը, քաշն ու հասակը, մի շարք մանրամասն հարցեր տվեց աղջկա վարքի մասին։ Այն, ինչ նա հայտնաբերեց, տագնապալի էր։ Հելենը մոտ 3 կիլոգրամով պակաս է իր տարիքի համար իդեալական քաշից։ Նրա ռեֆլեքսները մի փոքր թուլացած են, ինչը համապատասխանում է բենզոդիազեպինների երկարատ օգտագործմանը։ Ավելի անհանգստացնող է նրա խոսքի զարգացումը։ 14 ամսականում նա պետք է առնվազն 5-ից 10 պարզ բառ ասեր։ Նա ամբողջ զննման ընթացքում ոչ մի բառ չասաց։ Արամը թուքը կուլ տվեց։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մենք պետք է արագ գործենք, դեղորայքի ազդեցությունը վերացնելու համար։ Լավ նորությունն այն է, որ այս տարիքի երեխաները վերականգնվելու զարմանալի ունակություն ունեն, պայմանով, որ բուժումը պատշաճ լինի։ Դոկտոր Էդուարդը դարձավ Մարինեին։ Դուք պատրաստ կլինեիք օգնել վերականգնման գործընթացում։ Հելենը ակնհայտորեն ձեզ հետ ապահով է զգում, դա վճռորոշ կլինի առաջիկա օրերին։ Մարինեն նայեց Հելենին, որը զննման ընթացքում քնել էր իր գրկում։ Այո, ասաց նա առանց տատանվելու։ Ես անպայման կօգնեմ։ Հիանալի։ Հիմա, դեղորայքի դադարեցման մասին։ Մենք չենք կարող պարզապես միանգամից դադարեցնել։ Հելենը կարող է ունենալ զրկանքի համախտանիշ, որը երեխաների մոտ կարող է ներառել ծայրահեղ դյուրագրգռություն, քնի խանգարումներ, թող նույնիսկ ցնցումներ։ Մենք դեղաչափը աստիճանաբար կնվազեցնենք 1 շաբաթվա ընթացքում։ Նա մանրամասն ժամանակացույց նշանակեց։ 2 օր, դեղաչափի 3/4, 2 օր, կեսը, 2 օր, 1/4, հետո լիակատար դադարեցում։ Այս ընթացքում Հելենը, հավանաբար, շատ դյուրագրգիռ կլինի, կարող է քնելու դժվարություններ ունենալ։ Դուք պետք է պատրաստվեք դժվար գիշերների։ Դոկտոր, հարցրեց Մարինեն, կա՞ որևէ բան, որ մենք կարող ենք անել, օգնելու Հելենին հաղթահարել անհանգստությունը առանց դեղորայքի։ Այո։ Մշտական ֆիզիկական շփում, հանգիստ կայուն միջավայր, կանխատեսելի առօրյա։ Եվ համբերություն։ Շատ համբերություն։ Դոկտոր Էդուարդը լրջորեն նայեց Արամին։ Արամ, Հելենը մի գիշերում չի լավանալու։ Դուք շատ դժվար օրերի առաջ կկանգնեք, մինչ իրական առաջընթաց տեսնեք։ Բայց եթե մենք ճիշտ հետենք արձանագրությանը, նա կարող է լիովին վերականգնվել։ Երբ երեկոյան վերադարձան տուն, Մարինեն մի որոշում կայացրեց, որը զարմացրեց բոլորին, այդ թվում ինքն իրեն։ Արամ, ես այս գիշեր այստեղ կմնամ։ Հելենը մշտական խնամքի կարիք կունենա, իսկ դուք՝ աջակցության։ Մարինե, դուք պարտավոր չեք դա անել։ Արդեն ավելին եք արել, քան ես կարող էի սպասել որևէ մեկից։ Սա պարտավորության հարց չէ, ասաց Մարինեն, հարմարեցնելով Հելենին, որն արթնացել էր հետդարձի ճանապարհին։ Սա ցանկության հարց է։ Այս երեխան խնամքի կարիք ունի, իսկ դուք երկուստ՝ օգնության։ Իմ երեխաներն արդեն մեծ են, ես մենակ եմ ապրում։ Կարող եմ առաջիկա օրերին նվիրվել սրան։
Արամը մի քանի րոպե լուռ մնաց, մտածելով այն կնոջ մեծահոգության մասին, որը նրանց կյանք մտել էր ընդամենը 12 ժամ առաջ։ Ինչու եք դուք դա անում մեզ համար։ Դուք նույնիսկ մեզ չեք ճանաչում։ Մարինեն նայեց Հելենին, որն անփութորեն խաղում էր մոր կապույտ թաշկինակով։ Որովհետև երբեմն կյանքը մեզ դնում է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, որպեսզի մենք փոփոխություն բերենք։ Եվ որովհետև յուրաքանչյուր երեխա արժանի է իրեն ապահով սիրված զգալու։ Առաջին գիշերը ֆիզիկական հուզական դիմադրողականության փորձություն էր։ Հելենը ստացավ սովորական դեղաչափի միայն 3/4, ազդեցությունն անմիջական էր։ Գիշերվա ժամը 10-ի սահմաններում, երբ նա սովորաբար խորը սեդացիայի մեջ կլիներ, Հելենը սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ։ Սկզբում դրանք ցածր տնքոցներ էին, հետո անհանգստություն, վերջապես ճիչեր, որոնք կարծես գալիս էին նրա հոգու խորքերից։ Մարինեն Արամը հերթով փորձում էին հանգստացնել նրան։ Ոչինչ երկար չէր օգնում։ Հելենը ժամերով լաց էր լինում, մի քանի րոպեով դադարում էր, երբ Մարինեն նրան օրորում էր, հետո նորից սկսում էր ավելի մեծ ինտենսիվությամբ։ Գիշերվա ժամը 3-ի սահմաններում նրա մոտ ցածր ջերմություն ձեռքերի երբեմնակի դող էր սկսվել։ Նա տառապում է, ասաց Արամը, նստած սենյակի հատակին, տեսանելիորեն ուժասպառ։ Գուցե պետք է լրիվ դեղաչափը տանք միայն այսօր, որպեսզի թեթացնենք նրա տառապանքը։ Ոչ, ասաց Մարինեն հաստատակամ, թե ինքն էլ ուժասպառ էր։ Դոկտոր Էդուարդը շատ հստակ էր։ Եթե հիմա հետ կանգնենք, ստիպված կլինենք ամբողջ գործընթացը նորից սկսել։ Հելենն ուժեղ է։ Նա կկարողանա սա հաղթահարել։ Բայց նայել այդ փոքրիկ երեխային, որը պայքարում էր քիմիական ազդեցությունների դեմ, որոնք նա նույնիսկ չէր հասկանում, սիրտ էր կոտրում։ Հելենը քրտնում էր, դողում էր, նրա փոքրիկ աչքերը կարմրել էին լաց լինելուց։ Մոր կապույտ թաշկինակը թրջվել էր արցունքներից։ Գիշերվա ժամը 4-ի սահմաններում մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Հելենը Մարինեի գրկում էր, հիմա ավելի ցածր էր լաց լինում, երբ հանկարծ նա նայեց դեպի Արամը, փոքրիկ ձեռքերից մեկը մեկնեց նրա ուղղությամբ։ Դա պատահական շարժում չէր։ Դա միտումնավոր էր, կարծես նա իմանար, որ այդ դժվար պահը հաղթահարելու համար երկու մեծահասակների մխիթարության կարիքն ունի։ Արամը քարացավ։ Նա ինձ խնդրում է մոտենալ։ Դանդաղ, ուղղորդեց Մարինեն։ Շատ դանդաղ։ Արամը զգուշորեն մոտեցավ անսահման խնամքով դիպավ Հելենի մեկնած ձեռքին։ Նա չհեռացավ։ Փոխարենը, փոքրիկ մատները փակեց հոր ցուցամատի շուրջ։ Դա փոքրիկ պահ էր, գրեթե աննշան արտաքին դիտորդի համար, բայց Արամի համար դա առաջին նշանն էր, որ գուցե, միայն գուցե, նա կարող է վերականգնել հարաբերությունները իր դստեր հետ։ Բար, Հելեն, շշնջաց նա խեղդված ձայնով։ Հայրիկն այստեղ է։ Հայրիկը թույլ չի տա, որ քեզ հետ վատ բան պատահի։ Հելենը չդադարեց լաց լինելուց, բայց ձեռքը կապված պահեց Արամի ձեռքին։ Հաջորդ 40 րոպեների ընթացքում Մարինեն օրորում էր Հելենին, մինչ Արամը բռնած էր նրա ձեռքը։ Կարծես նրանք երեքով աջակցության մարդկային շղթա էին կազմել, մի փոքրիկ ընտանիք, որը միասին պայքարում էր դժվարությունների դեմ։ Երբ Հելենը վերջապես քնեց առավոտյան 5:30-ին, նա Մարինեի գրկում էր, բայց ամուր բռնել էր հոր մատը։ Արամը հաջորդ 3 ժամվա ընթացքում չշարժվեց, վախենալով կոտրել այն փխրուն կապը, որը հաստատվել էր։ Առավոտյան, մինչ Հելենը խորը քնած էր, Մարինեն առիթն օգտագործեց, ուսումնասիրելու տան ավելի շատ մանրամասներ, որոնք նա դեռ չէր նկատել։ Ամուսնական ննջասենյակում նա գտավ Արամի Լուսինեի լուսանկարները երջանիկ ժամանակներից, մեղրամիս դրախտային լողափում, Հելենի մանկական խնջույքը, ընտանիքի առաջին լուսանկարները հիվանդանոցում ծննդաբերությունից անմիջապես հետո։ Դրանք իրական սիրո պատկերներ էին մարդկանց, որոնք մի ժամանակ երջանիկ են եղել միասին։ Բայց նա գտավ Լուսինեի հոգեկան առողջության վատթարացման նշաններ։ Գիշերանոթի սեղանիկին ցրված էին հետծննդաբերական դեպրեսիայի մասին գրքեր, հակադեպրեսանտների նոր դեղատոմսեր մի օրագիր, որտեղ Լուսինեն նկարագրում էր Հելենի հետ հուզականորեն կապվելու իր դժվարությունները։ Ես իմ դստերը սեփական կյանքիցս ավելի շատ եմ սիրում, գրված էր էջերից մեկում, բայց չեմ կարողանում զգալ այն ուրախությունը, որը սպասում էի զգալ։ Կարծես մեր միջ ապակի կա, ես չեմ կարողանում այն կոտրել։ Վախենում եմ, որ նա կնկատի, որ իր մայրը այն սիրող բնազդային կինը չէ, որին նա արժանի է։ Մարինեն սեղմված սրտով փակեց օրագիրը։ Այս ընտանիքը խորը հուզական տրավմաների միջով էր անցել դեղորայքի հետ կապված իրավիճակից շատ առաջ։
Լուսինեն պայքարել էր հետծննդաբերական դեպրեսիայի դեմ առանց պատշաճ աջակցության, Արամն իրեն անզոր էր զգացել կնոջն օգնելու հարցում, Հելենը մեծացել էր, կլանելով այդ ամբողջ հուզական լարվածությունը։ Երբ Արամն արթնացավ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, նա գտավ Մարինեին խոհանոցում թեթ ապուր պատրաստելիս։ Հելենը շարունակում էր քնել, բայց դա ավելի բնական քուն էր, քան նախորդ շաբաթներին, առանց դեղորայքի խորը սեդացիայի։ «Ինչպե՞ս եք ձեզ զգում», հարցրեց Մարինեն։ «Ուժասպառ, բայց այլ կերպ»։ Երեկ գիշեր, երբ նա բռնեց իմ ձեռքը, ամիսների մեջ առաջին անգամն էր, որ զգացի, թե նա ինձ տեսնում է որպես հայր, ոչ թե որպես սպառնալիք։ Արամը սուրճ լցրեց, նստեց խոհանոցի սեղանի մոտ։ «Մարինե, ինչպե՞ս իմացաք, որ դեղորայք տալը սխալ էր։ Դուք բժշկական կրթություն ունեք»։ «Ոչ։ Բայց ես 3 երեխա եմ մեծացրել կյանքի ընթացքում, շատ երեխաների եմ խնամել։ Որոշ բաներ սովորում ես միայն փորձով»։ Եվ Հելենի վարքի մեջ ինչ-որ բան կար, որը չէր համապատասխանում պարզ հուզական տրավմային։ Դանդաղ շարժումները, այն, թե ինչպես էր նա ուշ արձագանքում, դեղորայքային հոտը։ Դրանք նշաններ էին, որ ինչ-որ քիմիական բան խանգարում էր նրա բնական զարգացմանը։ Ինչու որոշեցիք այդքան խորը ներգրավվել։ Դուք կարող էիք պարզապես ձեր մաքրության աշխատանքն անել գնալ։ Մարինեն մի քանի րոպե մտածեց, նախքան պատասխանելը։ Որովհետև, երբ ես Հելենի տարիքին էի, մայրս ծանր դեպրեսիայի միջով անցավ։ Հայրս չգիտեր, թե ինչպես վարվել իրավիճակի հետ, ես մեծացա, զգալով, որ մեղավոր եմ ընտանիքի խնդիրների համար։ Տարիներ պահանջվեցին, որպեսզի հուզականորեն վերականգնվեմ այդ փորձառությունից։ Եվ դուք տեսաք Հելենին նույն բանի միջով անցնելիս։ Ես տեսա մի փոքրիկ երեխայի, որը կրում էր մեղքեր-վախեր, որոնք իրենը չէին։ Ես տեսա մի հուսահատ հոր, որը փորձում էր անել լավագույնը, ինչ կարող էր, իր ունեցած սահմանափակ տեղեկություններով։ Եվ ես տեսա մի հնարավորություն, գուցե խուսափելու համար, որ այս ընտանիքն անցնի նույն դժվար տարիների միջով, որոնց միջով անցել է իմ ընտանիքը։ Հելենն արթնացավ կեսօրին, այս անգամ նրա վարքի մեջ նկատելի տարբերություն կար։ Թե նա դեռ ակնհայտորեն անհարմար էր զգում դեղորայքի նվազեցման պատճառով, նա ավելի զգոն էր, ավելի ներկա։ Նրա աչքերն ավելի երկար էին կենտրոնանում շրջապատի մարդկանց առարկաների վրա, նա հետաքրքրություն ցուցաբերեց որոշ խաղալիքների նկատմամբ, որոնք Արամը գնել էր շաբաթներ առաջ։ Ամենակարևորը, երբ Արամը սենյակ մտավ, Հելենը խուճապի չմատնվեց։ Նա լարվեց, բայց չճչաց։ Եվ երբ նա նստեց հատակին, ապահով հեռավորության վրա, նա նրան դիտում էր հետաքրքրությամբ, ոչ թե սարսափով։ «Բար, Հելեն», ասաց Արամը մեղմորեն։ «Հայրիկը քեզ համար նոր խաղալիքներ է բերել։ Ուզում ես տեսնել»։ Հելենը բանավոր չպատասխանեց, բայց նրա աչքերը հետեցին Արամի շարժմանը, երբ նա ցույց տվեց մի փոքրիկ կապույտ թավշե արջուկ։ Մի քանի րոպե հայր ու դուստր խաղում էին արջուկը թաքցնելու գտնելու խաղ, որտեղ Մարինեն ծառայում էր որպես հուզական կամուրջ նրանց մեջ։ Դա փոքր առաջընթաց էր, գրեթե աննկատ պատահական դիտորդի համար։ Բայց մի ընտանիքի համար, որը 6 ամիս անցկացրել էր հուզական պատերազմի մեջ, խաղաղության այդ մի քանի րոպեները ներկայացնում էին բուժման մի ճանապարհորդության սկիզբ, որը դեռ երկար կլիներ, բայց որը վերջապես հնարավոր էր թվում։ Երկրորդ շաբաթը բերեց փոփոխություններ, որոնք ոչ ոք չէր սպասել։ Հելենը պաշտոնապես 3 օր էր, ինչ զերծ էր դեղորայքից, թե զրկանքի ֆիզիկական ախտանիշները զգալիորեն նվազել էին, նրա վարքը զարմանալի կերպով փոխվում էր։ Կարծես կամաց-կամաց աղջկա իրական անհատականությունը դուրս էր գալիս մի քիմիական մշուշից, որը նրան ամիսներ շարունակ ճնշված էր պահել։ Մարինեն հինգշաբթի առավոտյան արթնացավ մի ձայնից, որը երկար ժամանակ չէր լսել։ Հելենը միայնակ իր օրորոցում թոթովում էր։ Դրանք հուսահատության ճիչեր կամ անհանգստության տնքոցներ չէին։ Դրանք փորձարկման ձայներ էին, կարծես նա ստուգում էր սեփական ձայնը։ Երբ Մարինեն սենյակ մտավ, նա գտավ Հելենին նստած, մի ձեռքով բռնած կապույտ թաշկինակը, մյուսով ցույց տալիս պատուհանը։ Հստակ ասաց Հելենը, ցույց տալով վարագույրի միջով ներս թափանցող արի լույսը։ Մարինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Դա առաջին հասկանալի վանկն էր, որ Հելենն արտասանել էր նրա տուն գալուց ի վեր։ Այո, Հելեն։ Դա արի լույսն է։ Կրկնեց Մարինեն, ցույց տալով պատուհանը։ Փորձեց Հելենը, լեզուն դեռ ուշ զարգացման պատճառով խճճված, բայց հաղորդակցվելու հստակ մտադրությամբ։ Երբ Արամն իջավ նախաճաշելու, Մարինեն հազիվ կարողացավ զսպել հուզմունքը։
Նա խոսեց, Արամ։ Հելենը փորձեց ասել առ։ Դա առաջին իրական նշանն է, որ նրա խոսքի զարգացումը վերականգնվում է։ Արամը սուրճի բաժակը դրեց լվացարանի մեջ, վազեց դեպի Հելենի սենյակ։ Երբ նա այնտեղ հասավ, աղջիկը Մարինեի գրկում էր, բայց այս անգամ նրան տեսնելիս վախ չցուցաբերեց։ Փոխարենը, նա ուղիղ նայեց նրա աչքերին, ցույց տվեց նրան։ Պա, ասաց նա, փորձարկելով։ Արցունքները եկան, նախքան Արամը կկարողանար զսպել դրանք։ Պաան, պապա, ի սկիզբն էր։ Ամիսներ շարունակ սեփական դստեր կյանքում սպառնալից անծանոթի պես զգալուց հետո, վերջապես ճանաչում կար, բանավոր կապի փորձ։ Այո, Հելեն։ Պա։ Ես պապան եմ, ասաց նա, դանդաղ մոտենալով, նստելով օրորոցի կողքի աթոռին։ Հելենը մի քանի րոպե դիտում էր նրան, մտածելով։ Հետո, տեսանելի ջանքով, նա նորից փորձեց։ Պա։ Հաջորդ օրերի առաջընթացը նկատելի էր։ Հելենը սկսեց փորձարկել այլ բառեր։ Մարինեի համար, լեհ կապույտ թաշկինակի համար, որը երբեք բաց չէր թողնում, չակ թեյի համար, երբ ինչ-որ բան խմել էր ուզում, հստակ արտասանված ոչ, երբ ինչ-որ բան չէր ուզում։ Կարծես նա օրերի ընթացքում վերականգնում էր ամիսների լեզվական զարգացումը։ Բայց իրական փոխակերպումը տեղի էր ունենում ընտանեկան դինամիկայում։ Արամը 2 շաբաթ արձակուրդ էր վերցրել աշխատանքից, լիովին նվիրվելու Հելենի վերականգնմանը, նրա ծնվելուց ի վեր առաջին անգամ նա իսկապես ներկա էր որպես հայր։ Նա սովորեց ճիշտ փոխել տակտիրները, տարբերել լացի տարբեր տեսակները, կարդալ այն ոչ բանավոր ազդանշանները, որոնք Հելենը տալիս էր, երբ քաղցած էր, քնկոտ կամ պարզապես ուշադրություն էր ուզում։ Մարինեն դիտում էր այս փոխակերպումը այն մարդու գոհունակությամբ, ով տեսնում էր, թե ինչպես է հաջողված պլանը իրականանում։ Բայց նա այն մարդու մելանխոլիայով, ով գիտի, որ իր առաքելությունն այնտեղ ավարտին է մոտենում։ Արամը դառնում էր այն հայրը, որի կարիքն ուներ Հելենը, թե Մարինեի ներկայությունը դեռ կարևոր էր, այն այլս էական չէր այդ ընտանիքի գործունեության համար։ Երկրորդ շաբաթվա 5-շաբթի օրը զանգ հնչեց, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Արամը Հելենի հետ այգում էր, փորձում էր սովորեցնել նրան տարբերել ծաղիկները, երբ նրա հեռախոսը զանգեց։ Դոկտոր Անտոն Պետրոսյանն էր, հոգեբույժը, որը պատասխանատու էր Լուսինեի բուժման համար այն կլինիկայում, որտեղ նա գտնվում էր։ Արամ, Լուսինեի մասին լավ նորություններ ունեմ։ Նա վերջին շաբաթներին շատ նշանակալի առաջընթաց է ունեցել։ Հակադեպրեսանտային դեղորայքը լավ է ազդում, ինտենսիվ թերապիան օգնում է, նա բարելավման հստակ նշաններ է ցույց տալիս։ Մենք մտածում ենք հաջորդ ամիս նրան դուրս գրելու մասին։ Արամը զգաց, կարծես աշխարհը կանգ առավ։ Այս բոլոր դժվար ամիսների ընթացքում նրա մի մասը հուսահատորեն ցանկանում էր, որ Լուսինեն վերադառնա տուն օգնի Հելենի հարցում։ Բայց հիմա, երբ նա վերջապես սովորում էր միայնակ հայր լինել, նորությունը հակասական զգացմունքներ բերեց։ Ինչպես է նա վերաբերվում տուն վերադառնալու գաղափարին։ Իսկ Հելենի հարցում։ Սա հենց այն կետն է, որը պետք է քննարկեմ ձեզ հետ։ Լուսինեն գիտի, որ շատ ժամանակ է անցել։ Նա անհամբեր սպասում է նորից հանդիպելու դստերը, բայց նա վախենում է, թե ինչպես Հելենը կարձագանքի իրեն։ Թերապիայի ընթացքում մենք ինտենսիվորեն աշխատել ենք մայրական մեղքի վթարի տրավմայի հարցերի շուրջ։ Նա շատ ավելի լավ է, բայց մենք գիտենք, որ ընտանեկան վերաադապտացումը նուրբ գործընթաց կլինի։ Հեռախոսն անջատելուց հետո Արամը նստած մնաց այգում, դիտելով, թե ինչպես է Հելենը խաղում գետնին թափված վարդի թերթիկներով։ Ինչպես նա բացատրեր 1 տարեկան երեխային, որ մայրը, որին նա հազիվ էր հիշում, վերադառնում է։ Ինչպես Լուսինեն կվերաբերվեր այն փաստին, որ Հելենը խորը կապեր էր հաստատել Մարինեի հետ, մի անծանոթուհու, որը դարձել էր փոխարինող մայրական կերպար։ Եվ ինչպես էր ինքը զգում իր կնոջ վերադարձի կապակցությամբ։ Մարինեն անմիջապես նկատեց, որ Արամի վարքի մեջ ինչ-որ բան փոխվել է։ Ընթրիքի ժամանակ նա հեռու էր, մտքերի մեջ կորած։ Հելենը, որն այժմ շատ ավելի ուշադիր էր իր շրջապատի հուզական միջավայրի նկատմամբ, նույնպես նկատեց լարվածությունը սովորականից ավելի կպչուն դարձավ։ Ինչ է պատահել, հարցրեց Մարինեն, Հելենին քնեցնելուց հետո։ Արամը պատմեց դոկտոր Պետրոսյանի զանգի, Լուսինեի հնարավոր դուրս գրման, բոլոր այն կասկածների վախերի մասին, որոնք այժմ պտտվում էին նրա մտքում։ Ես պետք է ուրախ լինեի, ասաց նա, բայց վախենում եմ։ Վախենում եմ, որ Լուսինեի վերադարձը կքանդի այն ամբողջ առաջընթացը, որ Հելենն ունեցել է։ Վախենում եմ, որ ես նորից կդառնամ այն բացակա անպետք հայրը, որը նախկինում էի։
Եվ վախենում եմ, որ Լուսինեն չի կարողանա կապ հաստատել Հելենի հետ այնպես, ինչպես նա պետք է։ Մարինեն հասկացողությամբ գլխով արեց։ Արամ, դուք նույն մարդը չեք, ինչ 6 ամիս առաջ էիք։ Հելենը նույն երեխան չէ, ինչ 6 ամիս առաջ էր։ Եվ Լուսինեն, ձեր պատմածից ելնելով, նույնպես խորը փոխակերպումների միջով է անցել։ Դուք ստիպված կլինեք միասին բացահայտել, թե ինչպես նորից ընտանիք լինել։ Իսկ դուք այստեղ կլինեք մեզ օգնելու այս անցումային շրջանում։ Արամի տված հարցն արձագանքեց հյուրասենյակի լռության մեջ։ Մարինեն խուսափում էր մտածել այս հարցի շուրջ, բայց գիտեր, որ կգա պահը, երբ պետք է դիմակայել իրականությանը։ Նա հուզականորեն կապվել էր այդ ընտանիքի հետ այնպես, որը շատ ավելին էր, քան իր մասնագիտական պարտականությունները։ Հելենը դարձել էր նրա համար դստեր պես, իսկ Արամը իսկական ընկեր։ Բայց նա գիտեր, որ ընտանիքները պետք է սովորեն ինքնուրույն գործել։ Արամ, ես այստեղ կլինեմ, քանի դեռ դուք իմ կարիքն ունեք։ Բայց դուք երեքդ պետք է բացահայտեք, թե ինչպես լինել ընտանիք, առանց արտաքին մարդուց կախված լինելու։ Լուսինեն պետք է նորից գտնի իր տեղը որպես մայր, դուք պետք է շարունակեք լինել այն ներկա հայրը, որը դարձել եք, Հելենը պետք է սովորի վստահել երկու ծնողներին էլ։ Այդ գիշեր Հելենն արթնացավ լաց լինելով գիշերվա ժամը 2-ի սահմաններում, բայց դրանք ամիսներ առաջվա հուսահատ ճիչերը չէին։ Դա երեխայի սովորական, հեշտությամբ մխիթարվող լաց էր։ Արամը գնաց նրա մոտ, բոլորի զարմանքին, նա անմիջապես հանգստացավ նրա գրկում։ Մա, ասաց Հելենը, փնտրելով Մարինեին։ Մարինեն քնած է, մեղմորեն բացատրեց Արամը։ Հայրիկն այստեղ է։ Ջոուր ես ուզում ես երգեմ քեզ համար։ Հելենը մի քանի րոպե մտածեց տարբերակների շուրջ, հետո գլուխը դրեց հոր ուսին։ Պապա, մրմնջաց նա նորից քնեց։ Հենց այդ պահին Արամը լիովին հասկացավ տեղի ունեցած փոխակերպումը։ Նա այլս վախեցնող անծանոթ չէր իր դստեր կյանքում։ Նա պապան էր։ Նա անվտանգությունն էր։ Նա տունն էր։ Հաջորդ առավոտյան, մինչ Մարինեն նախաճաշ էր պատրաստում, նա դիտում էր, թե ինչպես է Արամը խաղում Հելենի հետ հյուրասենյակի գորգի վրա։ Նրանք գունավոր խորանարդներով աշտարակ էին կառուցում, Հելենը ծիծաղում էր ամեն անգամ, երբ աշտարակը փլվում էր։ Դա պարզ, բայց խորապես նշանակալից ընտանեկան երջանկության տեսարան էր։ Մամա, հանկարծ ասաց Հելենը, նայելով Մարինեին։ Մարինեի սիրտը սեղմվեց։ Հելենը սկսել էր նրան, մամա կանչել, մամա իմ անկական հարմարեցում։ Դա այն մայրական դերի ճանաչումն էր, որը Մարինեն ստանձնել էր, բայց նա ցավոտ հիշեցում, որ դա իր իրական ընտանիքը չէր։ Ես Մարինեն եմ, հիշում ես։ Մարինե, նրբորեն ուղղեց նա։ Հելենը փորձեց կրկնել։ Մայնա, հասնելով զարմանալիորեն լավ մոտավորության։ Շատ լավ, Հելեն, գովեց Արամը։ Մարինեն մեզ շատ հատուկ ընկերն է, որը մեզ օգնեց, երբ մենք կարիք ունեինք։ Բայց Հելենը շարունակում էր հերթագայել Մայնայի մամայի միջ, կարծես նրա մանկական միտքը չէր կարողանում լիովին տարանջատել երկու ինքնությունները։ Հենց այդ կեսօրին տեղի ունեցավ նոր ընտանեկան դինամիկայի առաջին մեծ փորձությունը։ Հելենը սենյակում խաղում էր, երբ սայթաքեց ծունկը հարվածեց հատակին։ Հաջորդած բարձր լացը ստիպեց Արամին, Մարինեին վազելով գալ։ Բայց ավտոմատ կերպով Մարինեին դիմելու փոխարեն, ինչպես անում էր շաբաթներ շարունակ, Հելենը ձեռքերը մեկնեց դեպի Արամը։ Պապա, լաց էր լինում նա, ուզենալով հոր մխիթարությունը։ Արամը նրան գրկեց, զննեց վնասված ծունկը, համբուրեց այդ տեղը շշնջաց հանգստացնող բառեր։ Հելենն արագ հանգստացավ, առանց վերապահումների ընդունելով հայրական մխիթարությունը։ Մարինեն տեսարանը դիտում էր ուրախության մելանխոլիայի խառնուրդով։ Ուրախություն, որովհետև Արամը վերջապես լիովին ստանձնել էր իր հայրական դերը։ Մելանխոլիա, որովհետև դա նշանակում էր, որ իր սեփական կարողությունը այդ ընտանիքի կյանքում նվազում էր, ինչպես պետք է լիներ։ Այդ գիշեր, երբ Հելենը քնած էր, Արամն ու Մարինեն ունեցան մի զրույց, որը երկուսն էլ գիտեին, որ անխուսափելի է։ Մարինե, ինչ եք զգում Լուսինեի վերադարձի կապակցությամբ։ Նյարդայնանում եմ, խոստովանեց նա։ Հելենը առօրյա է ստեղծել անվտանգության զգացում։ Կենսաբանական մոր վերադարձը այդ ամենը խառնելու է։ Իսկ ինչպես եք զգում։ Հելենի համար հիմնական մայրական կերպար լինելը դադարեցնելու կապակցությամբ։ Մարինեն ուշ պատասխանեց. Դա ճիշտ բան է։
Հելենը իր իրական մոր կարիքն ունի, դուք, ձեր կնոջ, իսկ Լուսինեն նորից մայր լինելու հնարավորության։ Բայց չեմ ստի, ցավալու է։ Շատ։ Դուք միշտ կարող կլինեք մեզ համար, ասաց Արամը։ Հելենը երբեք չի մոռանա, թե ինչ եք արել նրա համար։ Ես երբեք չեմ մոռանա։ Գիտեմ, ասաց Մարինեն տխուր ժպիտով։ Եվ դա արդեն ավելին է, քան ես կարող էի խնդրել։ Այդ երկրորդ շաբաթվա վերջում Հելենը խոսում էր մոտ 15 տարբեր բառ, նորմալ սնվում էր, քնում էր ամբողջ գիշեր, ֆիզիկական ջերմություն էր ցուցաբերում Արամի, Մարինեի նկատմամբ։ Նա բոլորովին այլ երեխա էր, քան այն տրավմատիզացված դեղորայքով լեցուն աղջիկը, որին Մարինեն գտել էր 3 շաբաթ առաջ։ Բայց բոլորը գիտեին, որ իրական փորձությունը դեռ առջում է, Լուսինեի վերադարձը մի ընտանիքի վերականգնման անհրաժեշտությունը, որը բաժանվել էր հոգեկան հիվանդությամբ վերամիավորվել հուզական բուժմամբ։ Լուսինեի վերադարձի օրը բացվեց Երանյան ձմռանը բնորոշ ամպամած երկնքով, կարծես բնությունն ինքը արտացոլում էր այն հուզական լարվածությունը, որը կախված էր կենտրոնի այդ տան վրա։ Արամն արթնացավ զարթուցիչից առաջ, առավոտյան 5:30-ին, ստամոքսը նյարդայնությունից պտտվելով։ Վերացնում կլինիկայում 4 ամիս անցկացնելուց հետո կինը վերադառնում էր տուն, ներգրավվածներից ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչպիսին է լինելու այդ վերամիավորումը։ Մարինեն ամբողջ գիշերն արթուն էր անցկացրել, մտովի կազմակերպելով բոլոր այն մանրամասները, որոնք պետք է փոխանցեր Լուսինեին Հելենի ներկայիս առօրյայի մասին։ Աղջիկն այժմ քնում էր ամբողջ գիշեր, ուտում էր բանջարեղեն, որը նախկինում մերժում էր, խոսում էր ավելի քան 20 տարբեր բառ, զարգացրել էր հետաքրքրասեր ու սիրալիր բնավորություն։ Բայց ինչպես բացատրել մի մոր, որ իր դուստրը լիովին փոխվել է իր բացակայության ընթացքում։ Հելենը, բնականաբար, տեղյակ չէր այդ օրվա կարողությունից։ Նա արթնացավ առավոտյան ժամը 7-ին, ինչպես միշտ, դեռ քնաթաթախ աչքերով փնտրելով Մարինեին, թոթովելով մայինա այն արտասանությամբ, որը դարձել էր իր այցեքարտը։ Նա հագել էր բաց կապույտ կոմբինեզոն, որն ընդգծում էր նրա մուգ աչքերը, ամուր բռնել էր կապույտ թաշկինակը, որը երբեք բաց չէր թողնում, այն մոր վերջին շոշափելի հետքը, որին նա հազիվ էր հիշում։ Այսօր հատուկ օր է, Հելեն, ասաց Մարինեն, սանրելով աղջկա գանգուր մազերը։ Քո մայրիկը վերադառնում է տուն։ Հելենը գլուխը թեքեց, մտածելով մայրիկ բառի շուրջ այն մարդու կենտրոնացվածությամբ, ով փորձում է գաղտնագիր վերծանել։ Մամա, հարցրեց նա, ցույց տալով Մարինեին։ Ոչ, սիրելիս։ Քո իսկական մայրիկը։ Այն կապույտ թաշկինակի տերը, որը դու այդքան սիրում ես։ Աղջիկը նայեց իր ձեռքերի կտորին, հետո նորից Մարինեին, շփոթված արտահայտությամբ։ Նրա համար Մարինեն միշտ եղել էր ներկա մայրական կերպարը։ Մեկ այլը մայրիկի գաղափարը չափազանց վերացական հասկացություն էր նրա 15-ամսական մտքի համար, լիովին ըմբռնելու համար։ Արամն այգում էր, նյարդայնացած խառնում էր բույսերը, երբ կլինիկայի մեքենան կանգնեց տան դիմաց։ Դոկտոր Պետրոսյանը պնդել էր, որ անձամբ ուղեկցի Լուսինեին այս առաջին օրը, դիտելու ընտանեկան դինամիկան անհրաժեշտության դեպքում միջամտելու համար։ Արամը ցանկապատի միջով տեսավ, թե ինչպես է մեքենայից իջնում այն կինը, որին 4 ամիս չէր տեսել, սիրտը սկսեց արագ բաբախել։ Լուսինեն տեսանելիորեն փոխվել էր։ Նա քաշ էր հավաքել, նրա շագանակագույն մազերը խնամված էին հավաքված պոչի մեջ, նրա շարժումներում մի հանդարտություն կար, որը Արամը երկար ժամանակ չէր տեսել։ Բայց նրա աչքերում նա անհանգստություն կար, երբ նա նայեց այն տանը, որտեղ իր դուստրն առանց իրեն էր մեծանում։ Արամ, ասաց դոկտոր Պետրոսյանը, ողջունելով նրան այգում, ինչպես պետք է Լուսինեն մոտենա Հելենին։ Մենք գիտենք, որ աղջիկը տրավմաների նշանակալի փոփոխությունների միջով է անցել։ Նա հիմա շատ ավելի լավ է, ասաց Արամը, բայց դեռ զգուշավոր է անծանոթների հետ։ Եվ նրա համար Լուսինեն, ցավոք, դարձել է անծանոթ։ Բառերը Լուսինեին դանակի պես խոցեցին, բայց նա ամիսների թերապիայի ընթացքում պատրաստվել էր այս հնարավորությանը։ Գիտեմ, որ ժամանակ կպահանջվի, ասաց նա խեղդված, բայց զուսպ ձայնով։ Ես պատրաստ եմ մեր հարաբերությունները 0-ից վերականգնել, եթե անհրաժեշտ լինի։ Երբ նրանք տուն մտան, Մարինեն հյուրասենյակում էր, Հելենը գրկին, խաղում էին գունավոր խորանարդներով։ Աղջիկը տարված էր, դասավորում քանդում էր կտորները, երբ հանկարծ նկատեց անծանոթների ներկայությունը։ Նրա աչքերը սկզբում հարվեցին դոկտոր Պետրոսյանի վրա, հետո Լուսինեի, նրա ռեակցիան անմիջական էր։ Նա թաքնվեց Մարինեի պարանոցի հետում, կապույտ թաշկինակը վահանի պես բռնած։
Լուսինեն կանգ առավ հյուրասենյակի մուտքի մոտ 4 ամսվա մեջ առաջին անգամ տեսնելով այն դստերը, որին թողել էր որպես լացկան երեխա, այժմ գտնում էր որպես զարգացած խոսուն երեխա։ Արցունքները եկան, նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Նա այնքան մեծ է, մրմնջաց նա, այնքան տարբեր։ Լուսինե հարցրեց Հելենը Մարինեի գրկից, փորձարկելով այն անունը, որը մի քանի անգամ լսել էր Մարինեից։ Լուսինեի սիրտը կոտրվեց, լսելով, թե ինչպես է սեփական դուստրն իր անունն արտասանում, կարծես նա սովորական անծանոթ լիներ։ Բայց դոկտոր Պետրոսյանը նրան պատրաստել էր այս պահին։ Բար, Հելեն, ասաց նա մեղմորեն, կրանալով, որպեսի երեխայի հասակին լինի, բայց պահպանելով հարգալից հեռավորություն։ Հիշում ես այս կապույտ թաշկինակը։ Այն իմն էր։ Դու շատ լավ ես խնամել այն ինձ համար։ Հելենը նայեց իր ձեռքերի կտորին, հետո Լուսինեին, մտածելով տեղեկատվության շուրջ։ Դանդաղ նա բարձրացրեց թաշկինակը, հոտոտեց այն, ինչպես անում էր միշտ, երբ նյարդայնանում էր կամ մխիթարության կարիք ուներ։ Եվ հենց այդ ժամանակ մի կախարդական բան տեղի ունեցավ։ Նույնիսկ 4 ամիս անց, նույնիսկ այն ամբողջ շփոթության տրավմայի հետ, որի միջով նա անցել էր, Լուսինեի օծանելիքի ծանոթ բույրը դեռ ներծծված էր այդ կտորի մեջ։ Եվ նրա հուզական հիշողության ինչ-որ խորը տեղում Հելենը ճանաչեց այդ բույրը։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա նոր ուշադրությամբ նայեց Լուսինեին, հետո նորից թաշկինակին։ Մամա, հարցրեց նա, բայց այս անգամ նա չէր նայում Մարինեին։ Նա ուղիղ նայում էր Լուսինեին։ Լուսինեի արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Այո, սիրելիս։ Ես քո մայրիկն եմ։ Մայրիկը տուն է վերադարձել։ Բայց Հելենը չվազեց Լուսինեի գիրկը, ինչպես ռոմանտիկ ֆիլմերում։ Փոխարենը նա ամուր բռնած մնաց Մարինեին, զգուշավոր հետաքրքրությամբ դիտելով Լուսինեին։ Նա խելացի երեխա էր, որը սովորել էր զգույշ լինել հանկարծակի փոփոխությունների հետ։ Մարինեն, նկատելով նուրբ պահը, նստեց հատակին, Հելենին ապահով պահելով իր գրկում։ Հելեն, ուզում ես ցույց տալ քո մայրիկին, թե ինչպես ես նոր բառեր ասել գիտես։ Հելենը մի քանի վայրկյան մտածեց առաջարկի շուրջ, հետո նայեց Լուսինեին հստակ ասաց. Պապա, ցույց տալով Արամին։ Պապա, կրկնեց Լուսինեն, ժպտալով արցունքների միջով։ Դու սովորել ես պապա ասել։ Իսկ էլ ինչ գիտես ասել։ Ար, ասաց Հելենը, ցույց տալով պատուհանը։ Չա, ասաց, ցույց տալով սեղանը, որտեղ սովորաբար ցերեկվա թեյն էին խմում։ Մայինա, ասաց, գրկելով Մարինեին։ Եվ հետո, մանկական քաջության մի պահին, նա ցույց տվեց Լուսինեին, փորձեց. Մամա, չշնջաց Լուսինեն։ Այո, ես քո մայրիկն եմ։ Վերամիավորման գործընթացը դանդաղ զգույշ էր։ Հելենը թույլ տվեց, որ Լուսինեն մոտ նստի, բայց դեռ Մարինեին պահում էր որպես միջնորդ։ Երբ Լուսինեն փոքրիկ նվեր առաջարկեց, գունավոր նկարներով գիրք, Հելենն ընդունեց, բայց նախ Մարինեի հետ զննեց այն, կարծես հավանություն խնդրեր։ Դոկտոր Պետրոսյանը ուշադիր դիտում էր ամեն ինչ, աննկատ նշումներ անելով։ 2 ժամ անց նա դիմեց բոլոր ներկա մեծահասակներին։ Այն, ինչ ես այստեղ տեսնում եմ, շատ դրական է։ Հելենը չի մերժում Լուսինեին, պարզապես զգուշավոր է, ինչը բնական է առողջ։ Լուսինեն հարգում է երեխայի ռիթմը, չի պարտադրում ֆիզիկական մտերմություն։ Եվ Մարինեն շատ խելացի կերպով հեշտացնում է անցումը։ Ինչ եք առաջարկում առաջիկա օրերի համար, հարցրեց Արամը։ Համբերություն։ Լուսինեն պետք է ամեն օր ժամանակ անցկացնի Հելենի հետ, բայց առանց ճնշման։ Թողեք, որ Հելենը վերահսկի վերամիավորման ռիթմը։ Եվ Մարինե, նա նայեց նրան, ձեր ներկայությունը վճռորոշ կլինի այս անցումային շրջանում։ Հելենը վստահում է ձեզ, այնպես որ դուք կարող եք ծառայել որպես կամուրջ նրա Լուսինեի միջ։ Ճաշի ժամանակ Հելենը առաջընթացի մեկ այլ նշան ցույց տվեց։ Երբ Լուսինեն օգնություն առաջարկեց նրան կերակրելու համար, Հելենը չմերժեց։ Նա թույլ տվեց, որ Լուսինեն բռնի գդալը, օգնի իրեն ուտել, թե դեռ նախընտրում էր, որ Մարինեն կողքին նստած լինի։ Ցերեկվա քնի ժամանակ էր, որ Լուսինեն Մարինեն վերջապես առանձին խոսեցին։ Ես ձեզ շատ բանով եմ պարտական, ասաց Լուսինեն խորը անկեղծությամբ։ Արամն ինձ ամեն ինչ պատմեց։ Ինչպիսին էր Հելենը, երբ դուք եկաք, դեղորայքը, ինչպես դուք օգնեցիք նրան վերականգնվել։ Ես երբեք չեմ կարողանա փոխհատուցել այն, ինչ դուք արել եք իմ դստեր համար։ Դուք ինձ ոչինչ պարտական չեք, պատասխանեց Մարինեն։ Ես արել եմ այն, ինչ ցանկացած մարդ կաներ իմ տեղում։
Հելենը հատուկ երեխա է, որն արժանի է աշխարհի ողջ սիրուն։ Բայց դուք դարձաք նրա մայրը, երբ ես չէի կարող լինել։ Դա պետք է որ շատ բան նշանակած լինի ձեզ համար։ Մարինեն ուշ պատասխանեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Հելենն ինձ սովորեցրեց, որ մայրական սերը կենսաբանության հետ կապ չունի։ Այն կապ ունի ներկայության, խնամքի, նվիրվածության հետ։ Դուք միշտ եղել եք նրա մայրը, Լուսինե։ Ես պարզապես խնամել եմ նրան, մինչ դուք կկարողանայիք վերադառնալ։ Իսկ հիմա։ Ինչպես ենք անում այս անցումը։ Հելենը ակնհայտորեն ձեզ սիրում է որպես մայր։ Ժամանակով համբերությամբ։ Հելենը խելացի է։ Նա կսովորի, որ կարող է ինձ սիրել որպես հատուկ ընկեր, ձեզ սիրել որպես մայրի։ Երեխայի սիրտը բավականաչափ մեծ է բազմաթիվ տեսակի սերերի համար։ Երբ Հելենն արթնացավ քնից, մի բան տեղի ունեցավ, որը զարմացրեց բոլորին։ Նա արթնացավ մղձավանջից լաց լինելով, ինչպես երբեմն դեռ պատահում էր։ Արամը վազեց սենյակ, նրա հետից Մարինեն Լուսինեն։ Բայց ավտոմատ կերպով Մարինեին փնտրելու փոխարեն, Հելենը ձեռքերը վեր մեկնեց, չհստակեցնելով, թե ում։ Լուսինեն էր, որ առաջինը մոտեցավ բնազդաբար։ Մղձավանջ, սիրելիս։ Մայրիկն այստեղ է։ Եվ Հելենը, դեռ կիսաքուն խոցելի, թույլ տվեց, որ Լուսինեն նրան գրկի։ Նրանք գրկախառնվեցին, Հելենը բռնած կապույտ թաշկինակը, բայց ընդունելով Լուսինեի մայրական մխիթարությունը։ Մամա, մրմնջաց Հելենը, վերջապես բառն օգտագործելով ճիշտ մարդու հասցեին։ Հաջորդող շաբաթները մշտական հարմարվողականության շրջան էին, բայց ամենօրյա առաջընթացով։ Հելենն աստիճանաբար իր հուզական կարիքներից շատերը Մարինեից փոխանցեց Լուսինեին, բայց հատուկ ջերմություն պահպանեց այն կնոջ նկատմամբ, որը նրան խնամել էր իր կյանքի ամենադժվար ամիսներին։ Մարինեն սկսեց աստիճանաբար նվազեցնել իր ներկայությունը տանը։ Սկզբում նա միայն օրերն էր այնտեղ անցկացնում, գիշերը գնալով տուն։ Հետո հերթագայում էր օրերը։ Վերջապես այցելում էր շաբաթական ընդամենը 2 անգամ, թույլ տալով, որ ընտանիքը գտնի իր սեփական ռիթմը։ Ամենահուզիչ պահը եկավ Լուսինեի վերադարձից 3 ամիս անց։ Հելենը, որն այժմ 1.5 տարեկան էր, պարզ նախադասություններ էր ասում, այգում խաղում էր ծնողների հետ, երբ Մարինեն եկավ իր հերթական այցելություններից մեկին։ Աղջիկը վազեց նրա մոտ, բայց ոչ կախվածության հուսահատությամբ։ Դա մի երեխայի ուրախ վազքն էր, որը տեսնում է սիրելի մարդու։ Մա-ի-նա։ Մայնա, գոռաց Հելենը, գրկելով Մարինեի ոտքերը։ Հետո բռնեց նրա ձեռքից քաշեց դեպի ծնողները։ Մայրիկ, հայրիկ, մայինա։ Դա ներկայացում էր։ Հելենը ներկայացնում էր իր ընտանիքը իր հատուկ ընկերոջը, ներդաշնակորեն միավորելով իր աշխարհի բոլոր կտորները։ Տես, մայինա, ասաց Հելենը, ցույց տալով մի փոքրիկ ծառ, որը նրանք տնկել էին այգում։ Մայրիկի ծառը։ Մարինեն հարցական նայեց Արամին Լուսինեին։ Դա մի ավանդույթ է, որը մենք սկսել ենք, բացատրեց Լուսինեն։ Ամեն անգամ, երբ Հելենը մի կարևոր սահմանագիծ է հաղթահարում, մենք ինչ-որ բան ենք տնկում այգում։ Այն հայրիկին նորից վստահելու ծառն է։ Այնտեղինը, երբ նա առաջին անգամ ինձ մայրիկ ասաց։ Իսկ այն մեկը, նա ցույց տվեց մի ծաղկած վարդի թուփ, ձերն է։ Իմը։ Մարինեի ծառը, ասաց Հելենը, վազելով դեպի վարդի թուփը։ Գեղեցիկ է, մայինա։ Մարինեն ծնկի իջավ վարդի թփի կողքին, սիրտը հուզմունքից լցված։ Դա ամենագեղեցիկ բանն է, որ երբե տեսել եմ, Հելեն։ Այդ կեսօրին, դիտելով, թե ինչպես է Հելենը երջանիկ խաղում իր կենսաբանական ծնողների հետ, Մարինեն իմացավ, որ իր առաքելությունն այնտեղ ավարտված է։ Նա եկել էր որպես մաքրուհի դարձել այդ ընտանիքի բուժման պատմության մի մասը։ Բայց հիմա ժամանակն էր թույլ տալ, որ նրանք գրեն հաջորդ գլուխները միայնակ։ Երբ նա հրաժեշտ տվեց այդ կեսօրին, Հելենը նրան ամուր գրկեց ասաց. Մայինա կվերադառնա։ Երբ էլ որ իմ կարիքն ունենաք, խոստացավ Մարինեն։ Միշտ։ 2 տարի անց Մարինեն հարսանեկան հրավեր ստացավ։ Արամն ու Լուսինեն որոշել էին նորոգել իրենց ամուսնական ուխտերը, խորհրդանշելով իրենց ընտանիքի վերացնունդը։ Հելենը, որն այժմ 3.5 տարեկան էր, հարսի ընկերուհին էր։ Արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ հենց իրենց տան այգում, Հելենը մի ձեռքով բռնած էր ծնողների մատանիները, իսկ մյուսով կապույտ թաշկինակը, այժմ գունաթափված, բայց դեռ թանկագին։
Երբ հարցրին, թե արդյոք նա ուզում է ինչ-որ բան ասել նորապսակներին, նա շրջվեց դեպի Մարինեն, որը նստած էր առաջին շարքում, հստակ ասաց. Մայինան սովորեցրեց, որ ընտանիքները սիրով են վերանորոգվում։ Եվ այնտեղ, այն այգում, որտեղ մի ժամանակ միայն ցավ ու շփոթություն կար, ծաղկում էին ոչ միայն այն բույսերը, որոնք նրանք խնամքով աճեցրել էին, այլ մի ընտանիք, որը սովորել էր, որ բուժումը գալիս է նրանցից, ումից ամենակիչն է սպասում, այն պահերին, երբ ամենաշատն ես կարիք զգում, որ իրական սերը երբեմն գալիս է քողարկված սովորական աշխատանքի տեսքով, որը կատարում են արտասովոր մարդիկ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենի, Արամի, Լուսինեի, Մարինեի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ փրկությունը հաճախ գալիս է ամենաանհավանական մարդկանց միջոցով, որոնք մեր կյանք համար են մտնում հենց ճիշտ պահին։ Այն մեզ սովորեցնում է, որ ընտանիքները կարող են բուժվել, որ երեխաները դիմացկուն են, որ իրական սերը երբեմն պետք է բավականաչափ համբերատար լինի, սպասելու ծաղկելու ճիշտ պահին։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, եթե դուք ձեզ արտացոլված տեսաք կերպարներից որևէ մեկում, անպայման արտահայտեք դա։ Սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հուզիչ պատմություններից ոչ մեկը, մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն ամենաշատը հուզեց ձեզ։ Ամեն օր մենք բերում ենք պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հոգու ամենախորը անկյունները, պատմություններ, որոնք մեզ ստիպում են լաց լինել, ժպտալ, ամենից առաջ հավատալ փոխակերպման անսահման ունակությանը, որը գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Մինչ հաջորդ հանդիպում, որտեղ նոր պատմություն է սպասում ձեզ հուզելու։